Այս պահին մենք զրուցենք Հույրա Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյան, մարզահամայնքի համալիրումը անում է Եվրոպական համայնքի համաժողով, այն դեպքում, երբ Եվրոպան անում է որպես մարդու իրավունքների եւ ժողովրդավարության առաջատար, արդյոք նրանց վերահսկողները համահունչ են, արդյոք նրանք արձագանքում են Հայաստանի հայ ժողովրդին վերաբերող բոլոր շատ ամբողջական պայմաններին վերաբերող։ Շնորհակալ եմ։ Մեր այսօրվա հավաքը հենց դրա մասին է։ Մենք ուզում ենք այդ բոլոր հարցերը ուղղենք Եվրոպական համայնքին եւ ուզում ենք հասկանանք իրանք իրոք այն բոլոր արժեքները, որ սահմանել են բոլոր արժեքների համար, որ իրանք ասպետներ հրճակել իրեն, այդ արժեքների կողքն են, թե ուղղակի կա երկակի ստանդարտներ, թե ուղղակի որտեղ իրենց շահը բռնում է, այդտեղ նոր այդ արժեքներից խոսում են։ Իրենք ուզում ենք այսօր հարց բարձրացնենք, երբ որ Ադրբեջանի եւ Հայաստանի կոչ են անում խաղաղության, իրենք այդ խաղաղության կոչից առաջ Ադրբեջանին պարտադրում են կամ ստիպում են կամ հորդորում են, որպեսզի մեր հայ ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ գերի է հիմա Ադրբեջանում, կոչ անում են, որպեսզի թողեն իրենց, կոչ անում են Ադրբեջանից, որպեսզի դուրս գա Հայաստանի սուվերեն տարածքից։ Երբ որ խոսում են ժողովրդավարության մասին, հայաստանցի իրենց գործընկերներին, իշխանություններին կոչ անում են, որպեսզի Հայաստանի քաղ բանտարկյալներին ազատեն բանտից, եկեղեցու հանդեպ բռնաճնշումներ չանեն, հոգևորականներին չձերբակալեն, ընդդիմադիրներին չհետապնդեն, չգաղտնալսեն, եւ այս տեսակ հակաժողովրդական քայլերին դեմ լինում են, թե ուղղակի երկաթի ստանդարտներով։ Մենք ուզում ենք հարց ուղղել, կարող դուք ձեր շահերի համար ուզում եք հայ ժողովրդին կրկին տանել ցեղասպանության կամ էթնիկ զտման, ոնց որ եղավ Արցախում։ Ես անձամբ այդ մտահոգությունը ունեմ եւ այսօր այս հավաքը բոլոր հարցերը Եվրոպական համայնքին ուղղելու մասին է։ Եվ ելույթի ավարտին Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը միտված է խաղաղության հրատարակին, ինչը հաստատել է Հայաստանի գործընկերը։ Ստացվում է, որ Փաշինյանը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին, հաստատում է Ադրբեջանի այն նկատումը, թե Ադրբեջանը խաղաղարար երկիր է, միտված է խաղաղություն հաստատող երկիր է։ Սա ինչ հետևանք կարող է ունենալ մեզ հայերից համար։ Մեզ հայերից համար այնինչ տեղի է ունենում այս 8 տարիների ընթացքում, այդ ընթացքը շարունակվելու է։ Ալիևը հայտարարում է նման բաներ, որպեսզի աջակցի Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կրկին վերընտրվելու համար, բայց իրականում այսպիսի խաղաղություն չկա։ Իրանցի օրինակը բերեմ, որ անունը դրեցին դելիմիտացիա եւ դեմարկացիա։ Աշխարհում ոչ մի երկրում նման դելիմիտացիա, դեմարկացիա տեղի չունեցել։ Երբ մի պետություն մտել եւ գրավել է քո սուվերեն տարածքը, այդ է ամիսներ առաջ, եւ այդտեղ ոչ մի բան, բայց մեկ այլ վայրում դելիմիտացիա ելնում եւ կրկին տարածք է հանձնում, դա հանձնում է, դա խաղաղության մասին չի, կապիտուլյացիայի մասին է, խաղաղարարը կոչ չի անի, ուղղակի իր զորքերը հետ քաշի Հայաստանի սուվերեն տարածքից, ուղղակի կազատի բոլոր ռազմաքաղաքական գերներին, գործով ցույց կտա, որ միտված է խաղաղության, ստեղծեն պայմաններ արցախահայերի վերադարձի իրավունքի համար։ Երբ որ այդ ամեն ինչը չի լինում, այդ խաղաղության կեղծ կոչերը ուղղակի միտված են նորից հայ ժողովրդին զիջումների տանելու եւ կրկին ցավ ու դառնություն կրելու համար։ Ադրբեջանի ղեկավարի հայատյաց քաղաքականությունը չէր կարող փոխվել ուղղակի։ Եվ պարզ է, Միջանցք են ուզում են կրկին տարածքներ ռազմավարական, ուզում են ադրբեջանցիների վերադարձ, այդ ամեն ինչն են ուզում։ Եվ ես իրականության մեջ չեմ հավատում, որ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Եթե ինչ-որ մի բան է լինի, դա կապիտուլյացիայի եւս մեկ անգամ կապիտուլյացիայի մասին է լինելու։ Հայ այս ղեկավարների օրոք անհնար է խաղաղություն լինի Հայաստանում։ Շնորհակալ եմ, իսկ մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Հույրա քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ